Ես տեցե գիտեի, որ Գեորգի սնտիր ճաշակ ունի։ Չէր կարա ուրիշ մատանի բերերը, էսի ամենալավն է, ինքը գիտի դե իրա խնամու ճաշակը։ Գեղեցկագույն մատանիս, գեղեցկուհու մատին բեր դնեմ բոլես։ Չիրիրա դու ես մրսում, նենց եմ մրսում չես պատկերացի հուզմունքից հա, երջանկությունից հա, չգիտեմ լավ անցավ թե վատ անցավ, բայց խնամուս անակնկալը վերջն էր, բայց ես չհասկացա, ինքը ինչի տենց անակնկալ արեց հատուկ ինձ համար, որ այսինքն ինչ կա չհասկանալու, որ ինքը գիտի, որ իրա խնամին շատ բարձր ճաշակ ունի ու սիրում է տենց էքսկլյուզիվ բաներ։ Ունին այն համար էքսկլյուզիվ բան արեց մարդը։ Նենց չի, որ դուրս չեկավ։ Գալը եկավ, դու գիտես մամա տենց բաներ շատ է սիրում։ Ուղղակի ինձ մտքերի մեջ գցել, ախր այդ մարդը իմ համար ինչու պետք է տենց բաներ անի։ Ինչու մամ։ Շատ նորմալ բան եմ ասում։ Խնամիսկի ինչ ունի։ Ինչ իմանաս։ Չնայած դու գիտես ես Արտուրից եկոն բան չեմ տեսնում։ Հանա քարեցի Լիլիա ջան։ Չգիտես մամայիդ։ Համել այդ մենակ կույրը չէր տեսնի, որ ինքը Անուի վրա աչք ունի։ Ինչ լավ կլինի։ Վայ, ինչ լավ է։ Որ իմանամ, հենց այսօր էլ կասեմ։ Սիբիրի անուն էլ որ տալիս ես, վաբշե մրսում եմ։ Մրսեցի, ինչ արեցի։ Որ իմանամ տենց կլինի, հենց հիմա կզանգեմ ու Անուին կասեմ։ Համել, որ ճիշտն ես ուզում իմանաս։ Ինձ թվում է ոչ թե խնամիսին վրա աչք ունի, այլ ընկեր Ռուբենը։ Արթուրիս գլուխն է կորցրել։ Չէ, ես գնամ երևի պարկեմ, ահա որ դողացնում եմ։ Մի հատ տաքացնող չայ բերի։